Իսկ ինչ վերաբերվում է դուք ասացիք կադրային քաղաքականության, Արշակ Կարապետյանին կարծեմ վերջերս նորից հետախուզում են տվել։ Շատ լավ։ Իսկ ինչ վերաբերում է հոպի հետ կապված, պարոն Մանուկյան, հոպի այդ մասը ասականների, երբ որ տեսանք մեծ ծավալի, հա, ինչ որ ասեմ բաց թողումներ, անմիջապես քննիչ հանձնաժողովը որոշեց, որպեսզի այդ նյութերը ուղարկի գլխավոր դատախազություն։ Թե ինչ ընթացք ունեցավ, կարելի է նաև հետաքրքրվել հասկանալու համար, որովհետև սպառազինության ձեռքբերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ եւ Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք եւ կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետքա պատժվի օր առաջ։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Քոչարյան, Արշակ Կարապետյանի ամենագությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց նայեք, Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել։ Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն հիմա այնիչում որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր պաշտպանության նախարարի պաշտոնին։ Հիմա դեռ ավելին, այդ ժամանակի գլխավոր շտաբի պետ վերանշանակել են այն մարդուն, որի մասին զեկուցում բավականին բաներ կա, հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, որ գերատեսչություն ասում եմ, եւ բայր, այսպիսի արձանագրումներ կա, ասում է զեկույցը չենք ստացել։ Հիմա հասանելիությունը մեկ բան է, իսկ պարտադիր ուղարկելը մեկ բան։ Տիկին Սարգսյան, Քոչարյան Անդրանիկին չլսեք գաղտնալսումների հարցով եւ առողջ մրցակցության մեջ խնդրում եմ ԱԾ-ի հետ չմտնեք։ ԱԾ-ի գաղտնալսումները այսենց հայ ժողովրդին արդեն կերակրել են։ Հերիքա։ Խնդրում եմ դուք մնացած կարևոր գործերով զբաղվեք։ Ես մի հատ արձագանք եմ, եթե թույլ տաք։ Գաղտնալսումների մասին օրենք կան թվում, դուք ասում եք օրենք խախտենք։ Չեղա, պարոն Մանուկյան, դուք միշտ օրինապաշտ մարդ եք եղել, խեք դες բաներ անում, չի կարելի այդպես։ Պարբերաբար։